Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր կայացրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը Սաշիկ Սարգսյանին ձերբակալելու որոշում։ Ով է Սաշիկ Սարգսյանը, ինչ ինֆորմացիոն միջավայր է ձևավորվել տարիների ընթացքում նրա շուրջ, կարծում եմ որևէ մեկին ներկայացնելու կարիք չկա։ Սաշիկ Սարգսյանի վերաբերյալ հանրային ամենատարբեր շերտեր ունեն իրենց ձևավորված համոզումները եւ գնահատականները, բայց թերևս որևէ մեկը անկախ այդ ամենից կասկած չունի, որ ներկայիս որոշումը թելադրված է քաղաքական պահով, քաղաքական նպատակահարմարությամբ եւ հաշվարկով։ Այն կայացված է իրավական մեխանիզմով, այդուհանդերձ այդպիսի որոշումների հիմքում միշտ քաղաքական հավանությունը կամ անմիջական քաղաքական ցուցումն է, իսկ իրավական մեխանիզմները պարզապես կիրառելիությունն ապահովող հանգամանքներ։ Եվ անկասկած է թերևս, որ Սաշիկ Սարգսյանի վերաբերյալ որոշումը էլեկտորալ հաշվարկով կայացված որոշում է եւ այն միտված է նկատելիորեն մաշվող նախկին ներկա այդ հայտնի բանաձևին, նախկինների թալանի թեմային նոր կյանք, նոր շունչ հաղորդելուն եւ ըստ էության էլեկտորալ նոր էֆեկտ ստանալուն։ Կհաջողվի թե ոչ, սա իսկապես հարց է, հարաբերական հարց է, որովհետեւ կա հետեւյալ երկու հանգամանքը։ Մի կողմից կասկածից վեր է, որ մեր հասարակության շրջանում մի ստվար շերտ շարունակում է ինտենսիվորեն սպառել այս թեման, հագենալ այս թեմայի վերաբերյալ ցանկացած լուրով, ցանկացած քայլով, ծափահարել Նիկոլ Փաշինյանի այս ուղղությամբ արվող ցանկացած գործողության։ Մյուս կողմից, սակայն, կասկածից վեր է, որ այդ հասարակական այդ շերտի շրջանակը տարիների ընթացքում նվազել է զգալիորեն, ավելին գուցե նույնիսկ կրիտիկական աստիճան, եւ դրա վկայությունն է նաեւ այն, որ հենց ինքը Նիկոլ Փաշինյանը թերևս այս թեման բավարար չի համարում էլեկտորալ էֆեկտի տեսանկյունից, եւ դրա համար է նաեւ այս ընտրական շրջանում ներմուծվել, այսպես ասած, Ռուսաստանի հիբրիդային գրողների թեման։ Այն թեման, ըստ որի, ինչպես գիտենք, Ռուսաստանը իբրև թե հիբրիդային գրողների է ենթարկում Հայաստանի իշխանությանը եւ Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ իշխանությունն էլ ներկայանում է դրա բացառիկ պաշտպանի կարգավիճակով։ Եթե նախկին ներկա բանաձևը նախկինների թալանի թեման լիներ կենսունակ եւ աշխատունակ, ապա Նիկոլ Փաշինյանը հազիվ թե այդպիսի ինտենսիվությամբ ձեռամուխ լիներ Ռուսաստանի հիբրիդային գրողների թեմային, ավելին այդ թեման դարձներ իր նախընտրական քարոզչության, ոչ միայն իր, նաեւ մերձիշխանական ուժերի նախընտրական քարոզչության հիմնական թեման ողնաշարը։ Իհարկե այստեղ կա հանգամանքը նաեւ, որ այդ թեմայի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը խաղում է Եվրամիության հետ, խաղում է արևմտյան դերակատարների հետ, ավելին ոչ միայն խաղում է, այլ այդ խաղից քաղում է նաեւ որոշակի շատ կոնկրետ տասնյակ միլիոնների ֆինանսական էֆեկտ, այսպես կոչված հիբրիդային գրողների դեմ հակազդեցության համար։ Բոլոր դեպքերում անկասկած է, որ նախկինների թեման համարվում է բավականին մաշված եւ Նիկոլ Փաշինյանը հենց այդ նկատառումից ելնելով փորձում է դրան նոր կյանք, նոր շունչ հաղորդել, թարմություն հաղորդել եւ այդ քայլերից մեկն էլ Սաշիկ Սարգսյանի վերաբերյալ կայացված որոշումն է։ Մինչ այդ հիշեցնեմ, մի քանի որոշումներ եղան մարտիմեկյան թեմայով, ձերբակալություն կենտրոնի նախկին ոստիկանապետ Հովհաննես Թամամյանի մասով եւ միևնույն ժամանակ արդեն Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ոստիկանապետ Օսիպյանի հանդեպ մեղադրանք, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ռոբերտ Մելքոնյանի հանդեպ մեղադրանք, այս բոլոր քայլերը անկասկած միտված են նախկինների թեման նոր կյանքով, նոր շնչով ներկայացնելուն եւ հետեւաբար էլեկտորալ նոր էֆեկտ քաղելուն։ Կրկնեմ, կստացվի թե ոչ, սա հարցի մի կողմն է եւ սա բավականին էական եւ կոնկրետ հարց է, որովհետեւ ինչպես արդեն նշեցի, հասարակության մի ստվար շրջանակ եւ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մեծացած շրջանակ միանգամայն հստակ հասկացել է, որ այս թեման անկախ իր հիմնավորվածությունից, իսկ հիմնավորվածություն թեման ինքնին իհարկե ունի, բայց անկախ իր հիմնավորվածությունից այս թեման քաղաքական այս իշխանության համար պարզապես մանիպուլյատիվ էֆեկտի միտված մի խաղաքարտ է, ուրիշ ոչինչ, եւ մեծ հաշվով քաղաքական ներկայիս իշխանությանը հետաքրքրում է ոչ թե այս թեմայի հիմնավորվածությունը եւ ըստ հիմքերի հասարակությանը մատուցվող արձագանքը, վերաբերմունքը,
պատասխանատվության մեխանիզմի աշխատանքը, այլ մանիպուլյատիվ էֆեկտը պարզապես քաղաքական դիրքեր պահպանելու համար։ Եվ հասարակությունը բավականին լավ, մի ստվար շրջանակ, ավելացող շրջանակ հասկացել է այդ հանգամանքը և այլևս կուլ չի տալիս այս թեմայով պայմանավորված խայծերը։ Այստեղ սակայն առանցքային մեկ այլ հարց կա, հիմնարար նշանակության հարց, և սա կարևորագույնն է այս թեմայի վերաբերյալ։ 2018 թվականի հեղափոխությունից առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ելույթներ էր ունենում Հանրապետության հրապարակում, այսպես ասենք, ժողովրդական շարժումը առաջնորդողի կարգավիճակով, նա հայտարարում էր, որ պետք է գնալ համերաշխության ուղով, նաև մատնանշում էր, որ սա ոչ բռնի թավշյա հեղափոխություն է, պետք է գնալ համերաշխության ուղով և պետք է չլինի այնպես, որ որևէ մեկը ունենա Հայաստանից փախչելու մտահոգություն, որ որևէ մեկը ունենա Հայաստանից փախչելու անհրաժեշտություն։ 2018 թվականի մայիսից հետո, սակայն, Նիկոլ Փաշինյանը գնաց բացարձակապես այլ ճանապարհով և գնաց նախկինների թեմայի այդ ոսկեբեր գետակը քաղաքականության և գուցե ոչ միայն քաղաքական իմաստով ոսկեբեր գետակը անխնա շահագործելու ճանապարհով։ Եվ այստեղ խնդիրը դարձյալ միայն մանիպուլյատիվ ազդեցությունը չէ, որ այդ թեման ունեցավ մեր հասարակական հարաբերությունների, հասարակական քաղաքական միջավայրը ավելի ու ավելի քայքայելու տեսքով։ Այդ թեման կարևորագույնն էր Արցախյան հարցում հասունացող կամ արդեն իսկ զգալիորեն հասունացած և աստիճանաբար առավել ուր գնացող մարտահրավերներին Հայաստանի պետական ու հանրային հակազդեցությունը կառուցելու, դիմադրունակ, կենսունակ հակազդեցություն կառուցելու, միաժամանակ այդ ամենով հանդերձ ճկուն հակազդեցություն կառուցելու տեսանկյունից։ Հասարակական հարաբերություններում, հասարակական քաղաքական հարաբերություններում այդ գիծ քաշելու և համերաշխության կառուցվածքը ձևավորելու պարագայում Հայաստանը էապես այլ ճկունություն և կենսունակություն էր ունենալու Արցախյան հարցում եղած մարտահրավերներին հակազդելու համար։ Հակառակ պարագայում Հայաստանը պարզապես վերածվում էր ծայրահեղությունների արանքում մնացող մի օրգանիզմի, որը բնականաբար չէր ունենալու անհրաժեշտ իմունիտետ հասունացող մարտահրավերների ծավալի, մասշտաբի, բնույթի և խտության տեսանկյունից։ Եվ այստեղ է, որ ճակատագրական ու բախտորոշ նշանակություն ունեցավ Հայաստանի համար նախկին-ներկա այս բանաձևը, նախկինների թալանի թավիշ-չթավիշ այս հարաբերակցության անխնա շահագործումը ներքաղաքական նկատառումներով։ Սա քայքայեց Հայաստանի դիմադրունակությունը, սա քայքայեց այն էներգիան, քայքայեց այն վերելքի հնարավորությունը հասարակական տրամադրությունների, կենսունակության, էներգետիկայի իմաստով, որ ձևավորվել էր 2018-ի փոփոխության արդյունքում։ Այդ էներգիան կապիտալիզացնելու փոխարեն այս նախկին-ներկա, նախկինների թալանի թավիշ-չթավիշի թեման շահագործելը բերեց էներգիայի քայքայման, կորստի և հետևաբար Հայաստանի քաղաքական կենսունակության ու ճկունության արմատական կազմալուծման։ Սրանով է, որ այս թեման առանցքային և առարկայական է։ Սրանով է, որ թեմայի մանիպուլյատիվ խաղարկումը ոչ միայն պարզապես դատապարտելի է զուտ այն իմաստով, որ դատապարտելի է ցանկացած մանիպուլյացիա, այլ որովհետև այս թեմայի խաղարկումը բերում է Հայաստանի հանրային օրգանիզմի ավելի ու ավելի քայքայման։ Այս թեմայի խաղարկմամբ գուցե նույնիսկ հնչի տարօրինակ։ Բնականաբար շահում է քաղաքական իշխանությունը, սկզբունքորեն չի տուժում, այսպես ասած, նախկին իշխանությունը, բայց խորապես քայքայվում և տուժում է Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրությունը որպես օրգանիզմ, որպես խնդիրներ լուծելու ունակ միավոր, որպես սեփական ճակատագիրը տնօրինելու, մարտահրավերներին հակազդեցության սեփական համակարգեր ձևավորելու ունակ միավոր։ Եվ հատկապես ներկայիս ժամանակաշրջանում, երբ անկասկած է, որ Հայաստանի շուրջ մարտահրավերները ոչ միայն չեն պակասել, այլ ընդամենը պատվել են խաղաղության, այսպես ասած, թավիշով, ահա այս պայմաններում թեմայի լրացուցիչ
նոր ալիքով, նոր շնչով և նոր կյանքով խաղարկումը կարող է ունենալ ոչ միայն էլեկտորալ հաշվարկների և էլեկտորալ էֆեկտի ակնկալիք ու հիմք։